Ողջունում ենք բոլորին, բարև ձեզ, սիրելի երևանցիներ, հարգելի քաղաքացիներ, այսօր Երևանի ավագանու նիստ էր նշանակված, որտեղ իրադարձությունները ընթացան դրամատիկ եւ, այսպես ասենք, շատ տհաճ ընթացքով, տհաճ այս դեպքում ինչի համար եմ ասում, որովհետեւ Երևանցու համար այս ամենը տեսնելը այդուհանդերձ հաճելի չէ, ուրեմն ինչ տեղի ունեցավ, նախապես ծրագրավորված հրահրիչ ելույթներով թիրախավորելով Մայր Հայաստանին, Անդրանիկ Թևանյանին, իշխանությունները, իշխանական ֆրակցիան սադրեցին կոնֆլիկտ, որի արդյունքում արդեն բանը հասավ ձեռնամարտի եւ բանը հասավ արդեն նաեւ քաղաքապետարանի միջանցքներում ֆիզիկական ընդհարման, ուրեմն բոլոր պարամետրերով սա խղճուկ եւ զազրելի վարքագիծ է, եթե իրոք իրենց համարում են արժանապատիվ եւ վստահելի կերպով հաղթած իշխանություններ, պիտի որ նման լկտի վարքագիծ չցուցաբերեին, բայց դա խոսում է իրենց վախերի մասին, իրենք էլ լավ գիտեն, թե ինչ, այսպես ասենք, երկիմաստ իրավիճակում են գտնվում, առաջին հայացքից իրենք գրավել են առաջի տեղը, բայց 50% գումարած մեկ ձայն չեն ձեռք բերել եւ պիտի ասենք, որ այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև, իրենց իշխանության պարագայում շարունակում են մնալ արդիական, ուրեմն նախ պարզ իրավիճակի հետ գործ ունենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իրենք չունենան սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերի լինելու է աղետաբեր պատերազմ։ Հիմա եկեք հասկանանք, աղետաբեր պատերազմ լինելու է, թե չի լինելու։ Եթե այդուհանդերձ լինի, այդ տեղակայնայինը, որ իրենք այսօր այս պահին անելիք չունեն եւ պիտի գնան արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե չի լինելու, նշանակում է իրենք խաբել են։ Այդ երկու տարբերակից մեկն է։ Եթե դուք չունեք սահմանադրական մեծամասնություն եւ պատերազմի չի գնում Ալիևը, նշանակում է դուք խաբել եք մարդկանց, որպեսզի քվեկորզեք, բայց եթե շուրջ 40,000-ով է քաղաքացիական պայմանագրի ձայները ավելացել 21 թվականի համեմատ, ընդդիմության ձայներն էլ ավելացել են շուրջ գրեթե 200,000-ով, ահա դա է այդ ջղաձգումների պատճառը։ Իրենք չունեն 50+1, իրենք շատ լավ հասկանում են, որ տարապում են կաղ բատիկի այդ սինդրոմով, եւ ահա այդ նախընտրական, այդ ռեպրեսիվ մեքենան շարունակում են նաեւ գործածել ընտրություններից հետո սպառնալիքներ, հետապնդումներ, ձերբակալություններ եւ ահա այդ լկտիության, այդ նյարդայնության, այդ հասարակության գերակշիռ մասի ձայնը չստանալու այդ չարության դրսևորումներ այսօրվա ավագանու նիստում տեղի ունեցածներ, իհարկե նախկինում եղել են նմանօրինակ միջադեպեր, սա նորություն չէ, բայց որ այս կարգի նաև, չգիտեմ, էլի ոչ մի պատկերացումների, ոչ մի հասկացության մեջ չտեղավորվող ձևերով, ներգրավելով քաղաքապետարանի վարչական աշխատողների եւ այլն, իրենք ուղղակի ծանր են տանում, իրենք ուղղակի չեն կարողանում մարսել, որ Մայր Հայաստանը թե բովանդակային առումով, թե քաղաքական առումով կանգնած է ուղղակիորեն իրենց կոկորդի, սկսած, չգիտեմ, կարմիր կետագծերի հետ կապված մեր դատական հաղթանակը, թե տրանսպորտի հետ կապված մեր ակցիաները եւ հաջողված բոյկոտը, որը իրենց ստիպեց քաղաքացիներին դարձնել տուգանքի մատերիալ, թե մեր քաղաքական սուր խոսույթը, թե նիստերի միջև վերջ մնալը եւ քաղաքացիների խնդիրները բարձրաձայնելը, ահա այդ ամենը ստեղծել են այն նյարդային ֆոնը եւ որոշ մարդիկ էլ այնտեղ, չգիտեմ, որ պաշտոնեական առաջխաղացման ակնկալիքով ինչ որ կոմսոմոլական ակտիվություն ցուցաբերելու ինչ որ, դրսևորումների մեջ էին, բայց դա խոշոր հաշվով միջին վիճակագրական, դասական, ՔՊ-ական վարքագիծ է, սիրելի հայրենակիցներ, չկան հավերժական իշխանություններ եւ պետք է ուղղակի զուգահեռել, որ 18 թվականի իրադարձություններից առաջ էլ կար իշխանություն, որը համարում էր, որ ինքը հավերժ է, որ ինքը անպարտելի է, անխորտակելի է եւ իրենք էլ հնարավորինս կտրված էին իրականությունից, բայց վճռական պահին իրադրությունը փոխվեց։ Հիմա այս իշխանությունները ցնցումների մեջ են, ջղաձգումների մեջ են,
վարկյան անգամ կասկած չունենան, որ իրենց հարձակումները ստանալու են հակադարձում մեզ կողմից, բովանդակային առումով, քաղաքական առումով, որևիցե մեկը չի նահանջելու իր գործունեությունից, իր մանդատից եւ պիտի ասեմ, որ այո, նաեւ իրենք ծանր են տանում այն փաստը, որ հասարակության մեջ այդպես էլ խոշոր հաշվով ընկալում չի գտնում այն կարված գործը, որ փորձում են վերագրել Անդրանիկ Թևանյանին, նախորդին էլ մտավորականները հանդես եկան պարոն Թևանյանին սատարող հայտարարությամբ եւ հասարակական զարգացումների մեջ այո զգացվում է, որ այդ մեսիջը Թևանյանին վարկաբեկելու տեղ չի հասնում եւ հասարակությունը աստիճանաբար սկսում է այլևս վերլուծել, որ գործ ունենք հերթական, չգիտեմ, հնարովի մոգոնած ինչ-որ անհասկանալի բանի հետ, որը իրականում շատ հասկանալի է քաղաքական որպես օպոնենտ պարոն Թևանյանին մեկուսացնելու եւ Մայր Հայաստան խմբակցության աշխատանքները իբրև թե խաթարելու միտումով, բայց ել եմ ուզում հավաստիացնել, որ Մայր Հայաստան խմբակցությունը անխաթար շարունակելու է գործել, այսպես ասենք, մենք շատ ամուր ենք ու շատ, այսպես ասած, հետևողական ենք լինելու, որովհետեւ նման կարգի միջադեպ չի խաթարելու մեր գործունեությունը, որևիցե նման օրինակ սադրանք չի կարող մեզ շեղել մեր ճշմարիտ ուղուց, այս իշխանությունները եկան մտան կաբինետներ լկտիության դեմ պայքարով, հետո մարդկանց անվանեցին Պողոսներ, հետո Համբալ, հիմա էլ ասենք Թուրքի տեղապահ փաշա են ուզում լինել, ցավոք միջադեպի պատճառով մենք ուղղակի դուրս եկանք քաղաքապետարանի նիստերի դահլիճից, ֆիզիկական բռնության մեր գործընկերների հանդեպ այդ կարգի լկտի ու սանձարձակ վարքագծի պայմաններում այդ նիստին շարունակել ներկա գտնվելը այլևս adekvat չէր լինի, բայց պիտի ասեմ, որ ոչ պողոսացմանը, ոչ համբալացմանը, ոչ փաշայացմանը, այնտեղ խոսում են ինչ-որ բոքսի տանձիկ լինելուց, ուրեմն Ալիևի ու Էրդողանի բոքսի տանձիկները, Ալիևի ու Էրդողանի հաճկատարները, Ալիևի ու Էրդողանի կողմից այսպես իրենց տեղապահ նշանակվածները փորձում են խոսել հայկականությունից, մեր պետականությունից, ակնհայտ է, որ այդ մարդիկ ուղղակի ասպատակողի հոգեբանությամբ են իշխում եւ շատ կարեւոր հանգրվան է այդ այսպես կոչված համադրական փոփոխությունները եւ ընտրական process-ը եւ հավաքանուն նիստերի կրքերի բորբոքումը ընդհանուր մինչեւ ֆիզիկական բախումները շատ ավելի երկրորդական են ի համեմատ այն մարտահրավերի, որ կանգնած է մեր առջև այս համադրական փոփոխություններ կոչված այդ ավանտյուրայի քաղաքացիական պայմանագիրը մինչև ընտրությունները չի հրապարակել, թե այդ ինչ փաթեթ են նախապատրաստել, որովհետև ակնհայտ է դառնալու, որ այդ տեքստը գրված է Ալիևի քիմքին հաճո կերպով։ Դա Ալիևի պատվերն է եւ Ալիևյան սահմանադրություն են փորձելու փաթաթել մեր վզին, ըստ էության երրորդ հանրապետության վաղճանն են իրենք գրանցելու, ուրանալու են անկախության հռչակագիրը եւ ահա այդ ճանապարհին մարդկանց ձերբակալելու ֆիզիկական հետապնդման ծեծ, ջարդ, ունեզրկել, այդ ռեպրեսիվ ամբողջ մեքենան իրենք պատրաստվում են աշխատացնել, միայն թե հաջողանան Ալիևին, միայն թե հաջողանան Էրդողանին եւ միայն թե կարողանան պահպանել իրենց տաքուկ կաբինետները, որտեղ շատ լավ գիտակցում են, որտեղ որ պահին իրենք հայտնվեցին կաբինետից դուրս, անմիջապես նստելու են հատուկ կարևորագույն գործերով քննիչի առաջ եւ տարբեր թեմաներով ցուցմունքներ գրեն։ Ահա իրենց կաշին փրկելու համար է, որ նրանք անցնում են բոլոր կարմիր գծերը, լկտիության եւ սանձարձակության օղակի գաստրոլներ են տալիս, բայց ես հավաստիացնում եմ բոլորիդ, երբեք ոչ մի իշխանություն չի մնում ապատասխանատվության ահատիրույթում եւ վաղ թե ուշ պատասխանատվությունը թակելու է յուրաքանչյուրի դուռը եւ այդ ժամանակը այդքան հեռու չէ։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, մեր կամքը անսասան է, մենք հետևողական ենք, մենք ավելի ենք ամրանում ամեն նման միջադեպից, համոզվում որ մեր գործը արդար է, մենք միշտ լինելու ենք կապի մեջ, առաջիկա
ժամանակահատվածում հետևելով համադրական դատարանում ընթացող գործընթացներին, մենք կլինենք պրոցեսների մեջ, ինչպես նաև 24/7 ռեժիմով հասանելի կլինենք երևանցիների խնդիրների լուծման համար, այնպես որ հարգելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր գնացել են ընտրատեղամաս եւ ձայն են տվել հավաքական ընդդիմությանը, կոչ եմ անում երբեք չափսոսալ, երբեք չընկրկել, երբեք հուսախաբ չլինել, մենք գործ չունենք սոսկ իշխանությունների հետ, մենք գործ ունենք իշխանությունների հետ, ովքեր ունեն արտաքին լրջագույն սատարում, սա դժվար մարտահրավեր է, որը մենք ընդունել ենք եւ պիտի պայքարենք այնքան, մինչեւ թուք ադրբեջանական ռեժիմը, այս հովանավորչությունը իսպար քիմմաքրման ենթարկվի մեր երկրից եւ մենք չունենք այլ տարբերակ, որովհետեւ եթե Աստված մի արասե մեր հանրապետությունը դառնա թուրքական ադրբեջանական բուֆեր, հետո սելուկները մեզ հարց են տալու, ասեն իսկ դուք ինչ արեցիք, որ դա թույլ չտաք եւ կանխեք։ Յուրաքանչյուրս մեր անելիք ունենք, այսպես աննկուն, հաստատակամ, հետևողական, աննահանջ, առանց հիասթափվելու, առանց հուսալքվելու, պիտի շարժվենք առաջ եւ Հայաստանին մենք բերելու ենք այնպիսի իշխանություն, այնպիսի իրականություն, հավաքական նիստերի ժամանակ, երբ որ մենք կլինենք իշխանություն, մենք չենք հարձակվելու ընդդիմադիրների վրա, մենք կռիվ, ֆիզիկական բախում չենք անելու հավաքական նիստերի ժամանակ, մենք թույլ չենք տալու, որ բանը հասնի դրան, այ իրոք սիրո եւ համերաշխության ժամանակ է գալու, որ լինի հնարավորինս հանդուրժողականություն, հնարավորինս քաղաքակիրթ բանավեճ, որքան էլ որ որակումները լինեն սուր, դա այլանդակություն է, դա կստմնելի է, դա զազրելի է, հատկապես, չգիտեմ, էլ եմ ասում, երբ որ դու փորձում ես ներգրավել քաղաքապետարանի զանազան աշխատակիցների, դա օտարի, դա նվաճողի, դա ասպատակողի հոգեբանություն է, հարցակվել, ինչ-որ փորձել ֆիզիկական վնաս հասցնել, դրանով հաստատապես մեր ոչ մի, այսպես ասենք, դրվագ, մեր վարքագծի ոչ մի պահ չի սասանվելու, մենք հետևողական ենք, մենք Երևան կողքին ենք, մենք քաղաքացու կողքին ենք եւ ուզում խոսքս ամփոփել հայտարարելով, որ մենք շարունակելու ենք նաև մեր պայքարը քաղաքապետարների ազատության եւ հատկապես առավելապես առաջիկա օրերին ազատություն, Անդրանիկ Թևանյանին ազատություն բոլոր քաղաքապետարներին, միշտ էլ խավարից հետո լուսաբաց է լինում եւ լուսաբացից առաջ ամենամութ խավարն է լինում օրվա եւ մենք նախընտրում ենք խավարը անիծելու փոխարեն յուրաքանչյուրս մեկ մոմ վառել, որպեսզի լույսը լինի համատարած, այնպես որ միացեք որ փոխենք այս իշխանություններին, մեր փոխարեն ոչ մեկը մեր երկիրը չի դարձնելու ավելի լավը եւ տա մեզ ասի վայելենք, յուրաքանչյուրս անելիք ունենք, յուրաքանչյուրս էլ պայքար ունենք մղելու, ոչ մեկ իրավունք չունի հանձնվելու եւ թևաթափ լինելու, մի օր այս ամեն ինչը պորտկալու է, պայթելու է եւ սրբելու է տանի այս պատեհապաշտ, այս հույսի եւ քվեի գող իշխանություններին եւ այդ ժամանակ իրոք մեր երկիրը կունենա ապագա։ Այս պահին այսքանը, միացիր որ փոխենք, ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղաքապետարներին։ Շնորհակալություն։